Երևանի կենտրոնում 3 օր շարունակ կանցկացվի գարեջրի երաժշտության և ժամանցի փառատոն։ Այս տարի միջոցառմանը կմասնակցի 25 գարեջրագործական ընկերություն, որոնցից 18-ը տեղական արհեստագործական արտադրողներ են Երևանից, Գյումրիից, Սևանից և այլ բնակավայրերից։ Այցելուներին կառաջարկվեն գարեջրի տարբեր տեսակներ՝ դասականից մինչև մրգային համերով արտադրանք։ Կազմակերպիչների նպատակն է ներկայացնել տեղական արտադրողներին, խթանել գարեջրագործության զարգացումն ու բարձրացնել հայկական ապրանքանիշերի ճանաչելիությունը։ Նպատակը փառատոնի դա ինչպես գինեգործությունը զարգացնել է, այնպես էլ Հայաստանում զարգացնել գարեջրագործությունը եւ գարեջրագործությունը ունի պատմություն նույնձև ինչպես նաև մեր գինեգործությունը եւ մեր կարգախոսները միշտ ասում են որ դա մենք չենք ասում, դա քսենոֆոնն է ասել եւ դրանով մենք կարողանանք նաև Երևան քաղաքը հռչակել ոչ միայն գինու մայրաքաղաք, այլ նաև գարեջրագործը մայրաքաղաք։ Փառատոնի տարածքում կգործի 16 խաղային գոտի, կանցկացվեն մարզական, ինտելեկտուալ և ժամանցային մրցույթներ, այդ թվում շախմատի, արագ սնվելու և գարեջրի գավաթը երկար պահելու մրցույթներ։ Մասնակիցները հատուկ գրքույկներում կնիքներ կհավաքեն և կմասնակցեն ամենօրյա խաղարկություններին։ Նախատեսված է ավելի քան 3000 նվեր։ Երաժշտական ծրագիրը կանցկացվի 2 բեմում դիջեյների մասնակցությամբ։ Համտեսի և խաղերին մասնակցելու համար գործելու են հատուկ փաթեթներ՝ գարեջրի բաժակով, 16 համտեսի կտրոնով և խաղերի գրքույկով։ Նախորդ տարիներին ձեռք բերված բաժակները հնարավոր կլինի կրկին օգտագործել։ Այս տարի փառատոնին առաջին անգամ աջակցում է Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանում միջոցառումը դիտարկում են որպես մայրաքաղաքի իրադարձային զբոսաշրջության և տնտեսական ակտիվությունը խթանելու նախաձեռնություն։ Յուրաքանչյուր փառատոն առաջին հերթին մեզ համար դա Երևանը գրավիչ վայր, գրավիչ այցելության վայր դարձնելու նպատակ ունի, դրանով ոչ միայն խթանելով, ինչպես Նունեն ասաց, իրադարձային զբոսաշրջությունը, այլև ինչու՞ չէ նաև խթանելու, խրախուսելու մեր տնտեսությունը, տնտեսական բաղադրիչի ակտիվությունը այստեղ շատ կարևոր է մեր համար, որտեղ բոլոր տիպի փառատոններին շատ տարբեր տիպի մասնակցություն ապահովում եւ հատկապես գարեջրի կամ գինու օրերի փառատոնների ժամանակ ակնհայտ է, որ մենք տեսնում ենք ոչ միայն նոր արտադրողներ, նոր բրենդներ, այլև տեսնում ենք հետաքրքիր զարգացող բիզնեսներ Հայաստանում եւ իհարկե Երևանում։ Կազմակերպիչների խոսքով վերջին տարիներին փառատոնի նկատմամբ աճել է նաև օտարերկրյա զբոսաշրջիկների հետաքրքրությունը։ Փոքր արտադրողները հնարավորություն են ստանում անմիջապես շփվելու սպառողների հետ, ներկայացնելու իրենց արտադրանքը եւ արձագանքներ հավաքելու։ Փառատոնը կանցկացվի հուլիսի 17-ին, 18-ին եւ 19-ին Երևանի Զաքյան փողոցում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։